Տիկին Չուլակյան, շատ եք սիրում կրկնել, որ ձեզ 21 թվականի ընտրություններն 680,000 քաղաքացի քվ է տվել, բայց պետք է նշեմ, որ այդ քաղաքացիները քվ են տվել են ծրագրի համար, որը դուք եւ կառավարությունը պարտավոր եք իրականացնել մինչեւ 26 թվականի ընտրությունները, չեմ ուզում անդրադառնալ ծրագրին կետարկել, որովհետեւ մեծամասնությունը այդպես էլ կյանքի չկոչվեց, ուղղակի կանդրադառնամ մի կետի, որ Արցախը հանձնելու լիազորությունը 680,000 քաղաքացիները ձեզ չեն տվել, բայց դուք հանձնեցիք Արցախը։ Հիմա ուղիղ հարց եմ տալիս։ Դուք ընդունում եք, որ խաբել եք Հայաստանի Հանրապետության 688,000 հբարտ քաղաքացիների։ Պարոն Մելքոնյան, Արցախը հանձնելու վերաբերյալ դեբատներ շատ ենք ունեցել, եւ ես չէի ուզենա վերաբացել այդ դեբատը, թե ով է հանձնել Արցախը։ Եկեք այդ դաշտ չմտնենք, որովհետև իսկապես այսօր ամբողջ օրը այստեղ կլինենք։ Առաջարկում եմ այդ դաշտ չմտնել, պարոն Մելքոնյան։ Ինչ վերաբերում է 688,000 քաղաքացիներին, չենք խաբել, ոչ, մենք մեր ընտրողների հետ եւ ողջ ժողովրդի հետ մշտական կոմունիկացիայի մեջ ենք, եւ այն, որ ձեր փաստարկները այստեղ որ ներկայացնում եք սին են, պարզապես ապացուցվում է նրանով, որ ձեր շուրջ չի հավաքվում ժողովուրդ։ Եթե մարդիկ կարծում են, որ մենք իրենց խաբել ենք, իրենք կամ պետք է դուրս գան փողոց, կամ պետք է գնան ընտրությունների ժամանակ, դրանք կլինեն հերթական թե արտահերթ, ընդ որում չեմ հասկանում ինչու, եթե կարծում եք, որ այսպիսի խնդիրներ կան, կառավարությունը չի կատարել իր խոստումները եւ այլն, չեմ հասկանում, թե արտահերթ ընտրություններ ինչու չեք պահանջում, որովհետեւ չեմ լսել ձեզանից առնվազն, եթե ինչ-որ մեկը ասել է, որ պահանջում է արտահերթ ընտրություններ, շնորհակալ կլինեմ, եթե հիշեցնեք։ Այդ չեմ հասկանում։ Հիմա կամ արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ մարդիկ, որոնք ըստ ձեզ իրենց պետք է զգան խաբված, գնալու են եւ դա վերածեն քվեի։ Մա խոսքը սկսել են ամենասկզբում նրանով, որ այս գործընթացների մեջ անտեսվում է ժողովուրդը եւ այդ մասին նաեւ վկայում է այն, որ դուք նորից ոչ թե առաջարկում եք ընտրություններ, այլ առաջարկում եք ինչ-որ միստիկ ազգային համաձայնության ինչ-որ մի բան։ Ես հասկանում եմ, որ 90-ականներից ի վեր սովորություն ունեք դուք, եւ որ ասեմ դուք, ես ձեզ նկատի չունեմ անձնապես, ձեր քաղաքական ուժերը սովորություն ունեն իշխանությունը բաշխել կուլիսներում, շրջանցելով ժողովրդին, բայց մենք դրան չենք մասնակցում։ Ունեք ինչ-որ բան ուզելու, ուզեք ժողովրդից, դա կլինի ընտրությունների տեսքով, հերթական կամ արտահերթ, դա կլինի փողոցում ժողովուրդ կրիտիկական զանգված գեներացնելու տեսքով։ Խնդրում եմ ձեր հարաբերությունները ժողովրդի հետ, պարզեք ինքնուրույն, մենք ժողովրդի հետ հարաբերվում ենք։ Դուք խնդրում եմ հարաբերվեք, եթե կկարողանաք համոզել, եկեք շարունակենք խոսակցությունը։ Այսքանը, շնորհակալություն։ Արձագանք ունեք, պարոն Մելքոնյան։ Այո, ունեմ արձագանք։ Նախ սին խոստումների, եթե որևէ քաղաքական ուժ կա Հայաստանի Հանրապետությունում սին խոստումներ տվել, այդ քաղաքական ուժն է, որովհետև 21 թվականի հետ տված խոստումներից կարելի ասել ոչ մեկը կյանքի չի կոչել։ Իսկ ինչ վերաբերում է Արցախ հանձնելուն, Արցախը դուք եք հանձնել, ձեր քաղաքական ուժն է հանձնել, եւ պետք չէ այստեղ մանիպուլացնել, նորից բարդել նախկինների այդ խաղի մեջ մտնել նախկին ներկա։ Հաստված վկա, պատմությունը վկա, այդ ամեն ինչը ձեր քաղաքական ուժի շնորհիվ է, որ այսօր Արցախը հայկական չէ եւ 120,000 արցախցի հայր այսօր մնացել են առանց հայրենիքի։ Շնորհակալություն, պատմությունն արդեն իսկ արձանագրել է, որ Արցախը հանձնել է ձեր կողմից պալատական հեղաշրջման միջոցով Լեռնային Ղարաբաղում նախագահ նշանակված անձը։ Պատմությունը դա արդեն արձանագրել է։ Մնացածի մասով ես նորից ձեզ ուղղորդում եմ դեպի ժողովուրդ, կգնաք ժողովրդից կուզեք քվեն, մենք մեր խոստումները սին են եղել, սին չեն եղել, դա կգնահատի ժողովուրդը։ Այսքանը, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, խնդրեմ։ Երեք հարց կարճ։ Առաջինը արդյոք 21-25 թվականի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության
խախտումները Ադրբեջանի կողմից չեք համարում ձեր կառավարության ձախողումը։ Երկրորդը, արդյոք չեք համարում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մխրճված ադրբեջանական զորքերը մեծագույն անվտանգային սպառնալիքներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության համար, եւ արդյոք դրանք չեք համարում դրանց ներկայությունը ձեր կառավարության ձախողումը։ Եվ երրորդը վերաբերում է Արցախին։ Արդյոք մի իշխանություն, որը 7 տարվա ընթացքում 3 անգամ ծայրահեղ տարբեր դիրքորոշումներ ունեցել Արցախի հարցում, 2018-ին համարել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, 2019-ին Արցախը համարել է Հայաստան, եւ երրորդը արդեն 22-ին Պրագայում Արցախը համարել է ադրբեջանական։ Արդյոք այս 7 տարվա ընթացքում ձեր դիրքորոշումների այս ծայրահեղ տարբերությունը, որը բերել է ծանր հետևանքների, չեք համարում ձեր կառավարության ձախողումը։ Շնորհակալ եմ պարոն Աբրահամյան հարցերի համար։ Արցախի վերաբերյալ դիրքորոշումների տարբերություն մենք ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական շահերից ենք շահերով ենք առաջնորդվում եւ նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության պետական շահերի համար ենք աշխատում։ 2022 թվականի հոկտեմբերի 7-ը, նշեցիք Պրահայում Ադրբեջանի մաս ճանաչելը, Հայաստանի Հանրապետությունը եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերի 7-ի հայտարարությունը եղել է ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելու մասին, այլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Եթե հիշում եք, այդ ժամանակ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ այո, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա եղել էր հարձակում եւ այո, օկուպացվել էին եւ շարունակում են այո օկուպացված մնալ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից հատվածներ։ Եվ այո, այդ ժամանակ էր, որ այն դաշնակիցը, որի մասին դուք խոսում եք, որ իբր մենք փչացրել ենք հարաբերությունները, հրաժարվում էր ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եվ դա էր կարևոր հոկտեմբերի 7-ին 2022 թվականին տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետության ճանաչելու առումով եւ եթե հիշում եք, այնտեղ միայն Հայաստանի Հանրապետությունը չէ, որ այդ հայտարարությանը մասնակցել է։ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումներ։ Ի տարբերություն ձեզ, մենք մեր ասածին ժամանակին հավատացել ենք, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության ներսում գեներացել ենք խոսույթ հող հանձնողին հանձնենք հողին, դրսում գնացել, բանակցել հողեր հանձնելու շուրջ։ Մենք մեր սխալը ընդունել ենք, շատ սխալ ենք արել եւ մեր ժողովրդին այդ մասին ասել ենք սխալվել ենք ժողովուրդ ջան, կներեք։ 21 թվականի նորից եմ հիշեցնում, եղել են ընտրություններ։ Արցախի կորուստը արձանագրվել է դրանից հետո։ Մենք նորից կարող ենք երկար բանավիճել, ոնց եղավ, ոնց հասանք այդ կետին, ում մեղավորությունը որքան էր, շատ երկար կարող ենք խոսել։ Բայց այս պահին այդ բանավեճը շատ անպտուղ է։ Հիմա այս պահին գործ ունենք արդեն հետևանքների հետ եւ այդ հետևանքները փորձում ենք լուծել։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ջուլակյան, այլ հարցեր, Արագի զեկույց։ Արձագանք կներեք։